Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում ինտրիգներ են ու հետաքրքիր զարգացումներ։ Վռամը հիվանդանոցում է, բավական ծանր վիճակում, նրան բազմաթիվ վիրահատությունների են ենթարկել ու նույնիսկ ծնողները այդ ծանրության մասին տեղյակ չէին, երբ բժիշկը նրանց տեղեկացրեց, որ Վռամի վիճակն իսկապես ծանր է, իսկ Նարեն մորն ասաց, որ նույնիսկ սրտի կանգ է գրանցվել։ Բայց երբ մայրը Սոնային տեսավ հիվանդանոցում, սկսեց վիրավորել, նեղացնել ու ասել, որ չի ուզում տեսնել իր որդու կողքին։ Բայց շատ չանցած բժիշկը հիվանդասենյակից դուրս եկավ ու ասաց, որ հրաշք է կատարվել, Վռամը շարժել է մատը։ Էլ ինչ էր մնում այն մորը, որը ընդամենը րոպեներ առաջ կորցնում էր որդուն, իսկ այս պահին լսում է իր համար երկար սպասված խոսքերը, որ Վռամը շարժել է մատերը։ Բնականաբար նա երջանկությունից իր տեղը չի գտնում, ուղղակի համբուրում է Սոնայի այտերը, աչքերը, ձեռքերը և իհարկե շնորհակալություն հայտնում ու ասում, որ այլևս չի խառնվի նրանց կյանքին, եթե նա է իր որդու փրկությունը։ Անիկը հասկանում է, որ ոչինչ չի կարող անել այդ սիրո դեմ, և եթե որդու փրկությունը հենց Սոննան է, ապա նա ամեն ինչ անելու է, որպեսզի նրանք միասին լինեն ու երջանիկ, չնայած որ Սաքոն պնդում է, որ նրանք միասին անելիք չունեն։ Ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, բայց ամենահետաքրքիրն է առջևում, վերջապես Նարեի հորաքրոջից տեղեկություն կա, Լալան շատ շուտով վերադառնալու է, բայց ոչ միայնակ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք հեռուստասերիալում, բացի Լալայից, նոր կերպար է հայտնվելու։ Երիտասարդ դերասան է միանալու հեռուստասերիալի դերասանական կազմին։ Դեռևս ինտրիգ է պահվում, թե ով է նոր դերասանը և դրական թե բացասական կերպար է մարմնավորելու, բայց մի բան ակնհայտ է, որ այդ կերպարը կապ ունի Նարեի անցյալի հետ, որովհետև լուսանկարը հենց Նարեի հետ էր, Նարեի աչքերը փակած ու հավանաբար Նարեն պետք է գուշակեր, թե ով է իր աչքերը փակել։ Իսկ դա նշանակում է, որ Նարեն նրան ճանաչում է։ Ինչ կապ ունի նա Նարեի հետ և ինչ է բերելու այս կերպարի մուտքը հեռուստասերիալ, արդյոք նոր լարվածություն, նոր գաղտնիքներ, կիմանաք շատ շուտով։ Սաքոն ինչպես միշտ Արմոյի լարած թակարդում է, Արմոն ամեն ինչ անում է, որպեսզի Սաքոն էլ ավելի լարվի Հայկի ու նրա ընտանիքի դեմ, բայց Սաքոն ուղղակի Արմոյի բռի մեջ է, նա շատ լավ հասկանում է, որ ցանկացած սխալ քայլի դեպքում Արմոն ուղղակի պատրաստ է գնալ ոստիկանություն ու ոստիկանությանը հանձնել իր մոտ եղած ապացույցները, որ Սաքոն է սպանել Աշոտին։ Սաքոն նույնիսկ շատ լավ հասկանում է, որ իր դստեր Նարեին Աշոտի մասին հենց Արմոն է պատմել, ոչ թե Քաջիկը, և նա ամեն ինչ անում է, որպեսզի Նարեն պատմի այդ ճշմարտության մասին։ Սաքոն շատ լավ գիտի, որ Արմոն այն մարդը չէ, ում կարելի է վստահել։ Բնականաբար նա գործընկեր է, բայց ոչ վստահելի մարդ, և շատ շուտով Սաքոն այդ ամենը ջրի երես է հանելու։ Բայց մինչ այդ Սաքոյին էլ է նոր փորձություններ սպասվում, նա գնում է Հայկի քեռու հետ հանդիպման, որը բավական լարված մթնոլորտ է ստեղծում։ Նա սկզբում գնում էր տուն, բայց Հայկի քեռին զանգահարեց ու նրան տեղ ասաց, որպեսզի նա գնա։ Նա ավտոմեքենան փորձում է արագ վարել քեռու դեմ, բայց արդյոք նա իսկապես վրաերթի կենթարկի նրան։ Հեռուստադիտողների կարծիքներն այս առումով բաժանված են երկու խմբի, մի մասը կարծում են, որ այո, մյուս մասն էլ կարծում են, որ ոչ։ Գրեք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, ինչ եք կարծում, իսկապես Սոնայի հորը Սաքոն կհարվածի ավտոմեքենայով, թե վերջին պահին ինչ-որ բան նրան հետ կպահի։ Սոնան խոստացել է, որ այլևս երբեք մենակ չի թողի Վռամին ու նա իր խոստման տերն է։ Միքոնն էլ որպես լավագույն եղբայր տեսավ, որ Սոնան տանը չէ, հասկացավ, որ Սոնան գնացել է հիվանդանոց, բնականաբար Վռամի մոտ ու անմիջապես եկավ հիվանդանոցի բակ։
Իսկ ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են. Հայկն ու Նարեն կրկին միասին են ու Նարեն Հայկի ներկայությամբ միացնում է հորաքրոջ ձայնագրությունը։ Այո, դա Լալայի ձայնն է, նշենք, որ Լալայի երիտասարդությունը մարմնավորում էր սիրված ու երիտասարդ դերասանուհի Նոնա Սաֆարյանը, բայց թե ով կմարմնավորի նրան արդեն հասուն տարիքում, ցույց կտա ժամանակը։ Դե ինչ, միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը և տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք, թե ձեր կարծիքով ով է մարմնավորելու Լալայի կերպարը, գրեք նաև, թե ինչ եք կարծում, ինչպիսի հանգուցալուծում է ունենալու այս հեռուստասերիալը։ Անպայման սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի հենց դուք լինեք առաջինը տեղեկացված շոու-բիզնեսյան անցուդարձ նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանաք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։